Հայր ջան, ես ճիշտն ասած նման ձևով հա ու մտնել եթերներ խոսել եւ այլն մեկնաբանել չէի ուզում շատ հարցեր կան որ կարելի է քննարկել, կարելի է խոսել, այսպես միասին անենք եւ նաեւ վերջին շրջանում այսպես գրառումների իմաստով էլ հա, այդքան էլ ակտիվ չեմ, բայց բաներ կան, որ իսկապես արդեն չափն անցնում են։ Ուրեմն մեկ ամիս առաջ էր Մարտունի քաղաքում շուկայի դիմացի խանութում պատահաբար տեսա, որ վաճառվում է ադրբեջանական 7 days cake։ Զարմացա։ Չնայած այս դեպքում երևի զարմանալ պետք չի։ Անցավ որոշ ժամանակ անց Չեխիայում էի նոր եմ վերադարձել եւ ուրեմն Բանգլադեշի Էտալոն սուպերմարկետում նույնպես վերցրեցի, տեսա, որ վրան գրված է 7 days, ուրեմն Ադրբեջան, Բաքու, չգիտեմ, Նիզամի շրջան եւ այլն։ Նույնը ես նոր տեսա ուրեմն Արարատ քաղաքի, ուրեմն Արարատ սուպերմարկետում, հենց Կանգառի մոտ։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ։ Լավ, այն որ կա առևտրական հայ տեսակ, վիժվածք բոզի տղերք, որ հենց իրանց հերը, մերը, տատը, պապը, իրանք ոչ միայն մարմնով, եթե միայն մարմնով լինեին լավ էր, այլև հոգով բոզի տղա են։ Այդ դա պարզ է, որ ժամանակ առաջ, չգիտեմ, մի 100 տարի առաջ, երևի դրանց պապու ներկայությամբ թուրքը դրանց տատուն դոմփել է, եւ դա դրանց շատ դուր է եկել, եւ իրանք այսպես այդ լավ ուրախանում են էլի, այդպես թուրք տենալուց էլի, հա, մի խոսքով։ Բայց ինչ կարգի ագարկա պիտի լինեն, ինչ կարգի բոզի տղա պիտի լինեն, որ այսքանից հետո, երբ առավոտից իրիկուն ադրբեջանական բոլոր կայքերը, լրատվամիջոցները, ազերիները իրենց երկրում թե երկրից դուրս զբաղված են հակահայկականություն տարածելով, իսկ այս բոզի տղերքը, այս վիժվածք բոզի տղերքը վաճառում են այստեղ 7 days, դուք նույնպես կարող եք տեսնել, փոքր թխվածքաբլիթներ են, 7 days, հետևը ուրեմն գրված է որտեղ է արտադրված։ Ուրեմն մենք դա չենք կարող արտադրել, մեր երկրում չկար, նույնիսկ եթե չեն կարող արտադրել, դուք արդեն բերում եք, հա, այստեղ վաճառում եք ադրբեջանական ուրեմն 7 days։ 7 օր ազերի զինվորները այդ բերողին եւ դա վաճառողին ով որ տեսնում է եւ նաեւ գնորդին ով որ տեսնում է վրան գրած է եւ գնում է 7 օր առավոտից իրիկուն անդադար ձեր հորը, ձեր մորը, ձեր աշկի առաջ դոմփի։ Ինչպես ձեր բանը լկտի վարչապետն է սիրում ասել 7 օր ամենաայլանդակ ձևով ձեր թուլին ձեր դեմը բռնաբարի ձեր մանկահասակ թուլին ազերի զինվորը բռնաբարի դուք ես ինչ կարգի պոռիկ եք արա ես ինչ կարգի ղախպի տղա եք որ դուք ես լույս երեխեքի գերեզմանոցի կողքով անցնելուց դուք դեռ այսքանից հետո հələ ձեզ թույլ եք տալիս ներմուծել այստեղ ադրբեջանական կեքս եւ դնել խանութներում մի հատ էլ նոստրիֆիկացիա անել եւ վաճառել սա առևտրական ղախպահայի տեսակն է եւ ֆրանսիացի չգիտեմ գործիչներից մեկն ասում էր առևտրականի հայրենիքը դա իր գրպանն է այդպես էլ դուք ձեր գրպանից են կողմ չգնացիք որովհետեւ դուք մնացիք նույն վիժվածքը դուք մնացիք այն նույն ղախպեն, ով որ մի դրամի համար պատրաստ է ոչ միայն իր ծնողին, այլև իր երեխային վաճառել։ Օրինակ մենք տեսնում ենք Գեգամ Նազարյան նմաններին, ինչպես նաև շատ ուրիշներին, ովքեր շատ ուրախ են, շատ լավ են, թուրքը լավն է, կարևորը որ իրեն գումար են ստացել եւ ահա ձեր տեսակին ճանաչելով, ձեր նման տականքներին ճանաչելով, ովքեր մեծամասնություն են կազմում Հայաստանում, կազմում էին եւ ցավոք սրտի դեռ կազմում են։ Դրա համար 44 օրյա պատերազմը երբ սկսեց, այս վիժվածք փաշողլին ասեց 20 միլիոն կտամ ու այսպես ուրախացած ոյ 20 միլիոն բան որովհետև գիտեր որ կարա ձեզ առնի գիտեր որ ձեր մեջ կան մարդիկ ովքեր պատրաստ են իրանց երեխային ուրանալ եւ վերցնել գումարը եւ թքած ամեն ինչի վրա կարևորը որ իրանց լափը 1-2 տարի ավելի լիներ եւ ավելի լափ էին ուրեմն երբ պատերազմը նոր էր վերջացել ես դեկտեմբերի վերջին եկա Հայաստան ուրեմն մեքենայով տաքսի էր որ մարդկանց հավաքում են հա գնում էի Մարտունի եւ գիտեք այդ ժամանակները բոլորս շատ էսպես սուր էմոցիաների մեջ խոսում էինք քննարկում էինք մի խոսքով եւ անհնար էր նստել մի տեղ որտեղ արդեն կային երկու հայ եւ չքննարկել այդ ողբերգալի իրավիճակը ուրեմն տաքսու մեջ տաքսու վարորդը անամոթաբար ինձ գիտեք ինչ ասեց վայ ասեց տեղական բարբարով Մարտուն ասեց ինչա քսիս իմ քրոջ տղեն ու շատ ուրախ եւ ցավի զգացողություն չկար ասեց իմ քրոջ տղեն որ այդ մալ եղավ այդ փաստորեն զոհվել է այդ մալ եղնելն էր ասում է
Փաշինյանն ուղիղ 20 միլիոն տվեց իմ քրոջը։ Ես անկեղծ եմ ասում, բառեր չեմ գտնում։ Ձեր այսինչ կարգի դուք բոզի տղա եք, այսինչ կարգի վիժվածք եք։ Այս ոնց են ձեր ուղեղը շինել, ի բառ, այ ոնց որ ձեր վարչապետն այլ ասում, դոմփել են ու շինել են, որ դուք պատրաստ եք 20 միլիոն, չգիտեմ 40-50 միլիոնի դիմաց վաճառելու ձեր երեխաներին։ Ցավոք սրտի համոզված եմ, Աստված մի արասցե, եթե հիմա նույնպես մի հատ պատերազմ լինի եւ ավելի շատ գումար առաջարկեն, կան մարդիկ, ովքեր իրանց մինուճար տղային պատրաստ են վաճառելու, ասենք դուք 10 տարի լափեցիք եւ սատկակ։ Ինչա դա փոխվելու։ Ինչա դուք 10 տարի լափեցիք ավել եւ սատկակ։ Մարդիկան այսպես ուրախանում են, տներ են առել, ավտոմեքենաներ են առել, ուրախ զվարթ քեֆերի մեջ են եւ շատ հանգիստ ասում են 44 օրային զոհվա, դե ինչ անենք, հիմա տենցա, սաղ աշխարհը տենցա։ Ես ուղակի զարմանում եմ։ Ձեր այս տեսակը ինչպես կարող է ինչպես գոյություն ունենալ եւ ապրել այս հողի վրա։ Դուք այս կարգի այն կարգի անառակ եք, անառակ, որ արդեն թուրքական կեքս եք վաճառում Հայաստանում եւ այն էլ Արարատ խանութում, հա։ Բա հենա Արարատի տեղը ես ուղակի չուզեցի թքել դրանց երեսին, որովհետեւ որ մեկի երեսին թքեմ։ Քանի մարդու երեսին ես թքեմ, որ խանութ մտնում եմ, դա է։ Թուրքս չի երիկում, որ ես այդքանի երեսին ես թքեմ։ Որ մեկի երեսին ես թքեմ։ Ասենք թե եթե կանչեի խոսքը Արարատ քաղաքի, ես կանգառում Արարատ սուպերմարկետի մասին է։ Կանչեի մենեջերին մի երկու բան ասեի։ Գնում եմ այն մյուս խանութ, նույնա գնում եմ այն մյուս խանութ, նույնա գնում եմ Երևան, նույնա Մարտունի, նույնա որտեղ որ գնում եմ խանութներ, դա վաճառվում է։ Դուք չեք ամաչում արա։ Ես չգիտեմ ինչ բառեր գտնեմ ձեր նման տականքներին ասելու, որ դուք արդեն շատ այտենց հպարտությամբ վաճառում եք բան ադրբեջանական կեքս։ Բա որ դուք այտենց ազերի թուրք սիրող էիք, հենց ժամանակին ասեք, այս երեխեքը չգնայի զոհվեն, այ բոզի տղերք, այ վիժվածքներ։ Ուրեմն էլ Հայաստանում չեն կարողանում արտադրել ոչ մի բան, մնացել էր դուք ադրբեջանական կեքսի հույսի հպարտությամբ էլ դնում եք առանց ամոթանքի Արարատ սուպերմարկետում, հա, անուն էլ Արարատ։ Բա փոխեք դրեք այղր դայղի հետ, ինչ են ասում թուրքերը, հա, դրանց։ Բա հետի դրեք վաճառեք, ինչի չեք անում, այ վիժվածքներ։ Արա դուք ինչ ձևի պոռնիկի վաստակ պետք է լինեք։ Ձեր հորն ու մորը ինչ ձև են դոմփեշինը արտադրել այս երկրի այս սուրբ հողի վրա, որ դուք արդեն 150 դրա այդքան դուք այտենց ես չգիտեմ ինչ եք, հա փողի կարիք ունեք, ես չգիտեմ ոնց բացատրեմ, որ դուք ադրբեջանական կեքս եք ծախում, արա վրան գրած Ադրբեջան, Բաքու, Նիզամի փողոց։ Այդ փողոցի վրա ձեր բալին տնեն, մորթեն, այն որ մի հատ ազերի կար մի երկու տարի առաջ Կուրբան Բայրամի ժամանակ ասում էր Ձեզ մորթելու են քյաբաբան են։ Հենց այտենց մորթ է ձեր երեխուն, քյաբաբան են տան դուք ուտեք։ Այդ վիժվածքի ծնունդներ, այդ բոզի վաստակներ։ Ես չգիտեմ ինչ հայհոյանքն եմ, ես թքացում եմ հիմա կարող են գրեն ասեն, ուսուցիչ ասես բաներ ասում, լավ անում ասում, որովհետև դուք բոզի տղա եք։ Դուք որ բոզի տղա չունեք, դուք Թուրքիա ապրանք կբերեք, սե վաճառեք, արա։ Ես Եվրոպա գնում եմ Չեխիա, այնտեղ քանի որ վաճառում են Թուրքիայից եկած չրեր, հա։ Կարծում եմ որ հանկարծ թուրքական չլինի եւ սա ոչ թե ես նոր եմ անում, ես դա վաղուց եմ այդպես անում, որ հանկարծ ես թուրքական չառնեմ, այս մեկ առնի, այն մեկն առնի, մեկ առնի, մենք գոնե այդպես պիտի դրանց տնտեսությանը վնաս տանք, ամբողջ թուրքական, ադրբեջանական, ես չգիտեմ նաեւ դրանց են շրջապատը, հա, Իսրայել եւ այլն, զբաղված է հակահայկական քարոզչությամբ, բոլորը զբաղված են թե ինչպես եւս մեկ անգամ, մեկ օր, մեկ ժամ ավել ստորացնեն հային, դուք բերել եք այստեղ արա ադրբեջանական կեքս եք ծախում խանութներում արդեն, ձեր Ալենչո Սիմոնյանի բանն է, ասածն է, հələ նա հայտարարել է, որ հայտարարել է արդեն կա, դուք այդ կարգի տականք բոզի տղերք եք, ես չգիտեմ որքան արժի, չարժի եւ այլն, բայց մյուսները նույնպես անդրադարձեք, նկատի ունեմ, որ երբ որ մտնենք ներս, դրանց երեսին թքենք, բայց էլի եմ ասում, որ մեկի երեսին թքեմ, ես այդքան թուք չունեմ, որ մեկի երեսին թքեմ, կամ այդտեղ կանգնած ես ասում եմ, մեկը մի հատ ռեակցիա չէր տալիս, նոր եմ եկել այդ խանութից, Արարատ սուպերմարկետից, նոր ամենավերջին բառերն ասում էի, մեկը մի հատ չասավ ինչ ա եղել կամ ինչի կամ ամոթա, այդ մենակ ես էի այդտեղ այդքան կանգնածներից վատ զգում, որ ադրբեջանցու կեքս է կարա ծախում, այ բոզի տղերք, հա? Այդ մենակ ես էի վատ զգումից, այդքանի մեջ փաստորեն այդ հայի գենետիկան, արժանապատվությունը իմ մեջ է, ուրեմն ձեզ
պետք է գենետիկ անալիզ անել, համոզված եմ միլիոնից ավելի պիտի ստեղից հանեն, լարեն, ոչ թե լարեն, այլ երևի վառեն, ձեզ թաղեն հենց այդտեղ, կեղտոտ վիժվածքներ։ Ոնց թե արա դուք ադրբեջանական կեքս եք ծախում արդեն հայկական խանութներում ու պարզվում է դա արդեն վաղուց է։ Դրա համար էլ Ալենչոյի նմաններն ասում են մեր ապրանքները կգնա կգա, բայց արդեն էստեղ է։ Մոռացել եք տարիներ առաջ այն նարկոման Սերժի ժամանակ էր, այս թուլին որ բերեց, բաներ, ուրեմն տետրեր էին բերել, որի հետևը ոնց հասկացա Ադրբեջանում էր տպված, դա 2012 թե 14 թվականին էր։ Մի շուխուր դրեցի, կռիվ արեցի, խանութներից հավաքեցին տարան։ Բա հիմա ինչի՞ չեք անում, արա։ Այս զոմբիներ։ Մի քանի տարի առաջ էր, երբ ուրեմն ինչ որ թուրքական շորեր էին վաճառում Բաքվում եւ այդ շորերի վրա հայկական եռագույնի գույները կար։ Մի շուխուր դրեցին ազերիները, հավաքեցին լրիվ շուկաներից ուղարկեցին։ Դուք այն կարգի անինքնասեր վիժվածք եք, բայց ինչի զարմանամ, եթե մարդիկ իրանց երեխաներին են վաճառում։ Մարդիկ այսօր կան մարդիկ, ցավոք սրտի նաև իմ շրջապատում, Երանի են տալիս, որ նորից պատերազմ լինի, այս անգամ 20 միլիոնի տեղը 40 միլիոն կասեն եւ պատրաստ են այդ ձևի տական վիժվածքները պատրաստ են իրանց երեխաներին վաճառելու, ու մի 20 տարի լափեն, պարկեն, լափեն։ Այդ պատերազմի ժամանակ էր, ուրեմն Չեխիայում իմ ծանոթներից մեկի տղան մահացել էր Երևանում, տարածքը չասեմ, հա որտեղ։ Ուրեմն ասում էր, չգիտեմ ոնց զանգեմ, ինչ ասեմ, ասենք ցավակցեմ, ոնց մենք ստեղ իրանք ընդեղ։ Անցավ որոշ ժամանակ, նորից այցելեցի իրենց տուն Չեխիայում եւ գիտեք ինձ ինչ ասեց։ Ասում է Թորգոմ ջան, զանգել եմ իրանց, հələ կես տարի չի անցել։ Ասում է ես էս տխուր վայ, բան երեխեն սենց է լավ, ինչի սենց եղավ։ Ասում է տեսնում եմ իրենք շատ անտարբեր, ասում եմ բա ինչ եք անում, ասում է հեչ, երեխու հետ որ սենց եղավ, որ փող են տվել, տունը ռեմոնտ ենք անում, մեբելները թազացնում ենք, խնդրեմ, սա պոռնիկ հայի տեսակ է, ով որ վազում է Կոնստանդնուպոլից պարկելու թուրքի տակ։ Երազում է, որ թուրքը մտնի ստեղ, իրանց տան տղամարդուն տնից հանեն շպրտեն դուրս, թուրքերին առնեն մտնեն այդ անկողնու մեջ եւ չկասկածեք լիքն են հերթ կկանգնեն, հերթ։ Այն նման պոռնիկները լիքն են Հայաստանում եւ ցավոք սրտի հասկանում եք արձագանքողներն են քիչ։ Այսինքն, այս որ ասում են հայերը սենց են, հայերը սենց են, հայ չի մնացել։ Հայ տեսակ որ մնացած լիներ, թեկուզ 5%, 5%, այսօր էս բոզի տղերքը եւ դրանից առաջվա բոզի տղերքը այսքան բան անել չէին կարող, որովհետեւ հայ տեսակ չի մնացել։ Մնացել են առևտրականը ղախպեկ, ովքեր պատրաստ են 10 դրամի համար իրենց վաճառել, իրենց երեխային վաճառել։ Մայրը, որը ցավ է տարել եւ երեխա է ծնել, երկունքի ցավեր ապրել երեխա է ծնել, 18 տարի պահել են, պատրաստ են այսօր վաճառելու, թոտանի թուրքը մորթի, բայց կարևոր իրանց 20 միլիոն տան եւ ամիսի 250,000 դրամ եւ իրանք էլ տժան։ Եվ նորից եմ ասում, իմ շրջապատում կան նման մարդիկ։ Սիրելի հայրենակիցներ, էլի իմ հույսը այն մի փոքր, այն մի լույս մարդկանց հետ է, ովքեր որ իսկապես նման բաներ տենալուց, որովհետեւ մենակ հայը կարա իրան վատը զգա։ Այն որ արունը տալիս է գլխի։ Անտարբեր մի անցեք, բարձրացեք նման հարցեր, նկարեք, ես մի երկու շաբաթ առաջ, մեկ շաբաթ առաջ կներեք եւ վերադարձա Չեխիայից եւ Էտալոն խանութում Բանգլադեշում, տեսա որ նորից վաճառում է 7 days վրան գրած է Ադրբեջան, նկարեցի եւ տեղադրել եմ իմեջի վրա, մի խոսքով, էլ արդեն են որ ներվերս չերիքեց, որոշեցի այս ձևով ձեզ հետ կիսվել, ներողություն եմ խնդրում, բայց հասկանում եք, չի կարող աչքիդ առաջ կործանվել մի հզոր պետություն եւ մի հզոր քաղաքակրթություն եւ ահա մի քանի վիժվածքներ, ովքեր իրենց գրպանի պարունակության համար պատրաստ են ամեն ինչ վաճառել, չհասկանալը որ միևնույն է վաղը սատկելու են եւ իրենց թուլեքին իրենց թվում է որ փախան գնացին չգիտեմ որտեղ ազատվելու են եւ հանգիստ ապրեն, նման բան չկա, եթե չլինի Հայաստան, արտերկրում ձեր թուլեքը իրենց անազգանունը փոխելու են, էլի ոչնչանան ու չմտածեք թե վայելելու են այդ հարստությունները ժամանակին անտարբեր էին ուրեմն արևմտյան Հայաստանում երբ ցեղասպանությունը սկսել էր մի մասն ասում էր ստեղ չի հասնի իրենց հարստություններն առան փախան Սիրիա, Լիբանան, չգիտեմ Իրաք, Պաղեստին, ցավոք սրտի մեր եղբայր, ուրեմն նաև Իրան, հիմա մենք տեսնում ենք պատերազմները ուր են հասել Միջին Արևելքում, այնտեղից փախան, չգիտեմ Ռուսաստան, Ուկրաինա, տեսնում ենք պատերազմներն ուր հասել Հիմա փախել են Գերմանիա, Լեհաստան, ենթադրում են, որ պատերազմը չկհասնի մինչև Չեխիա, Լեհաստան եւ այլն Արևելյան Եվրոպայում։
Փախնեք Ամերիկա նույն կեղտոտ վիճակն է եւ փոխարենը փախնելու փոխարենը մտածեք որ այստեղ կարելի հավաքվել եւ 24 ժամում հարց լուծել ձեր նման պոռնիկները զբաղված են ձեր նման աղախպի տղերքը զբաղված են ադրբեջանական կեքս Հայաստանում վաճառելով եւ վերջը այս մի քանի օր առաջ իմ ընկերներից մեկի հետ էի խոսում ով ունի Օզոն կամ Wildberries չեմ հիշում հիմա անկեղծ, ասեց Թորգոմ ջան, ինչ ես ասում։ Ասեց գիտես ինչքան մարտունուց էր։ Ասեց ինչքան ազեր չայ պատվիրող կա։ Թքեմ ես ձեր վրան արա։ Թքեմ դուք լեշ վիժված բոզի տղերք եք, որ դուք ձեզ թույլ եք տալիս Թուրքի շոր ապրանք առնելու։ 2022 թվականին տղան երրորդ տղաս որ ծնվել էր, ծանոթներ եկան մեր տուն, շոր էին բերել, ես անմիջապես նայեցի տեսա վրեն, ասի չեք ամաչում, ես թուրքի շոր եք բերել իմ երախուն։ Ասենք ես թուրքի ապրանք եք բերել, հետ տվեցի իրանց վայ բան կներես, ասի կներել չկա։ Դուք գետինը մտեք արա։ Դուք լավ այն կարգի ստոր եք, որ ազերին առավոտից իրիկուն խժում է ձեր վրա, ամենավերջին ձևով ստորացնում է, հաղորդումներ է կազմակերպում, գիտաժողովներ, որ ձեզ ոչնչացնի, դուք բերում եք 7 days թուրքական կեքս եք, հա, վաճառում, ասում եմ, նորից եմ կրկնում, այդ 7 օր առավոտից իրիկուն անդադար 24 ժամ, այդ ազերիները այն ամենավերջին ձևով բռնաբարեն ձեր թուլին, ձեր աշկի դեմը եւ սատկացնեն, այսքանը